Հաղորդավարուհի Յանա Դանելյանը շարունակում է իր ինստագրամյան էջում շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Յանան 3 դստեր մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել ու դրանքից հուզիչ գրառում արել։ Իմ կիսատ երազանքները միասին կկատարենք, հավերժ քո պահապան Յանա։ Հրապարակմանը կից գրել էր հաղորդավարուհին։ Հավելենք նաև, որ շատ հաճախ Ադելի մասնակցությամբ հրապարակումները հուզիչ են ստացվում։ Մեկ անգամ չէ, որ տարբեր հարցազրույցների ժամանակ և Յանա Դանելյանը և Սուրեն Փահլևանյանը խոսել են այն մասին, որ ամուսնալուծությունից հետո Ադելն ու հայրը շփում չունեն։ Սակայն ինչպես երևում է, այս կապը վերականգնման շեմին է։ Այս հրապարակմանը կից Սուրեն Փահլևանյանը թողել է մեկնաբանություն։ Իմ աշխարհ, գրել էր դերասանը։ Սակայն երբ Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանելյանը նոր էին ամուսնալուծվել, կրքերն այսքան հանդարտ ու հաշտ չէին։ Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս Ամալիա Հովհաննիսյանը հյուրընկալել էր Յանա Դանելյանին, որի ընթացքում ևս հաղորդավարուհին անկեղծ զրույց էր ունեցել։ Եվ ահա, Ամալիա Հովհաննիսյանի յութուբյան հաղորդման հերթական հյուրը հաղորդավարուհի Յանա Դանելյանն է, ով շատ փակագծեր է բացել ու վերջնական պատասխաններ տվել նախկին ամուսնու հետ կապված։ Իսկ հիմա ամեն բան հերթով։ Յանան իր խոսքը սկսեց իրենց ամուսնալուծության պատճառներից։ Դա շուտ պետք է լիներ, սակայն այդպես դասավորվեց։ Հնարավոր է շատերի համար նորություն լինի, քանի որ ես երբեք այս մասին չեմ խոսել։ Բայց ասեմ, սա առաջին դեպքը չէ, որ մենք այս որոշմանն ենք գալիս։ Ուղղակի մինչ այս վերջնական բաժանումը մենք դա հանրային չէինք դարձրել։ Խոսքս սովորական ընտանեկան վեճերի մասին չէ, մենք բազմիցս որոշել ենք չապրել միասին, սակայն հետո նորից միացել ենք ու բոլոր դեպքերում էլ իմ նախաձեռնությամբ է եղել, քանի որ ես ուզում էի պահել ընտանիքս, հանուն երեխայիս։ Էնպես որ սա առաջին անգամը չէ, բայց վերջինն է, ինչի համար ես ուրախ եմ։ Հիմնական խնդիրն այն էր, որ ես ընտանիք ասվածի համար ունեի իմ սպասելիքներն ու ցանկությունները, ու ընտանիքի մեր պատկերացումները չէին համընկնում։ Մեր հարաբերությունների մեջ էլ կարմիր գիծն այն էր, երբ ամեն ինչ այնքան է սահմաններից դուրս գալիս, թե հարաբերությունների և թե իրար հանդեպ հոգատարության մեջ, որ այդ ամենը բերում է սառնասրտության։ Հիմա ասեմ, թե ես ինչու վերջնականապես եկա այս որոշմանը։ Ես շատ ծանր էի տանում այդ մթնոլորտը, բաներ կար, որ պարզապես իմ ուղեղում չէր տեղավորվում։ Ես փորձում էի արդարացումներ գտնել ու չէի գտնում, ու այդ ամենը արդեն ինձ վրա ազդում էր։ Դրանից հետո ես փաստի առաջ կանգնեցի, իմացա, որ ունեմ բավականին լուրջ առողջական խնդիր ու բժիշկն ինձ ասաց, որ ինձ նյարդայնանալ պարզապես չի կարելի։ Ու ես հասկացա, թե ինչի ենք մենք հասել, որ ես ինձ սկսում եմ կորցնել։ Ու ես եկա այդ որոշմանը, որովհետև ես ուզում էի պարզապես ապրել, առաջինը իմ աղջկա համար։ Մեր ամուսնալուծության հիմնական պատճառն այն է, որ չի կարող լինել ամբողջական ազատ կյանք ու դա համադրվի ընտանիքի հետ։ Դա ինձ համար ճիշտ չէ, անկեղծացավ Յանա Դանելյանը։ Հաղորդավարուհին նաև խոսեց Սուրենի հետ ներկայիս հարաբերությունների մասին։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, 12 տարի։ Ներքուստ կա մի ջերմություն, որը թույլ է տալիս լավ հարաբերություններ պահպանել։ Բաժանման որոշումը կայացրել եմ իմ երեխայի համար ու նրա համար էսպես շատ ավելի լավ է։ Իսկ Ադելի ու Սուրենի հարաբերություններն էլ էլի շատ լավ են, սովորական։ Նրանք հաճախ չեն տեսնվում ու դրանում իմ մեղավորությունը չկա։ Իսկ հետագայում ինչ կլինի, կտեսնենք, նշեց Յանա Դանելյանը։ Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման երևանյան եթերաշրջանի հյուրը հաղորդավար Սուրեն Փահլևանյանն է։ Սուրենը զրույցի ընթացքում խոսել է Յանա Դանելյանի հետ ամուսնալուծության պատճառների, ինչպես նաև բլոգեր Մագա Հարությունյանի հետ ամուսնության մասին։ Խոսքի սկզբում Սուրենը նշեց հետևյալը. Իրականում ոչ մի լուրջ խնդիր չի եղել, հաշտ, համերաշխ ապրել ենք։ Մենք ամուսնացած ենք եղել ուղիղ 12 տարի։ Էնպես չի, որ մեր մեջ սեր չի եղել։ Մենք ի սկզբանե ամուսնացել ենք սիրով, և մեր սիրո պտուղը Ադելն է։ Երեխայի դաստիարակությամբ զբաղվել ենք երկուսով, համաչափ։ 10 տարի 24 ժամյա ռեժիմով ես զբաղվել եմ նրանով։ Աղջիկս գիտի այն, ինչ ես գիտեմ։
Նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ բաժանում չի եղել, հայրերը այդքան բան չգիտեն իրենց երեխայի մասին և դաստիարակությամբ չեն զբաղվում, որքան ես եմ դա արել։ Երբ ես ու Յանան աշխատում էինք նույն ոլորտում, մեզ մոտ ամեն բան շատ հետաքրքիր էր ու գունեղ, հետո իր մոտ եկավ մի նոր միտք՝ փոխել ոլորտը։ Ճիշտ է, հիմա նա էլի եթերում է, բայց իրա ոլորտը փոխել է, որովհետև ուզում է փրկել աշխարհի կենդանիներին։ Ես էլ դեմ չեմ եղել։ Այդ ժամանակ մեր հետաքրքրությունները մի փոքր տարբերվեցին իրարից։ Հիմա շատ ուրախ և հպարտ եմ զգում ինձ, որ իրականում չկա մի այնպիսի բան, որ ասեն, այ հենց դրա համար էլ ամուսնալուծվեցինք։ Կամ ես ինձ պահել եմ ինչ-որ մի կերպ, որը չի ընդունվում ոչ մի կերպ ընտանիքի գաղափարի մեջ, նույնն էլ չեմ ստացել իրենից։ Շատ լավ հայեցի, որովհետև երկուսս էլ ուշադրության կենտրոնում էինք և հասարակությունը մեզ հետևում էր, կարելի է ասել։ Հիմա չեմ մեկնաբանելու ոչինչ, որովհետև երբ ամուսնալուծվել էինք, ինձ թվում էր, թե վերջացավ կյանքս։ Հիմա պետք է թռի-վռի կյանք ապրեմ, բայց եկավ ժամանակ ու ամեն ինչ սառեց ու մնաց փոխադարձ հարգանքը, որովհետև ինչ ուզում ես արա։ Ադելի հայրանունը Սուրեն է, իսկ մամայի անունը Յանա։ Եթե ընդհանուր երեխա չունենայինք, միգուցե իրար ֆշացնեինք, որը ավելի կմեծացներ մեր անձերի նկատմամբ հետաքրքրությունը։ Հաղորդման ընթացքում Սուրենը նաև անդրադարձավ այն բանին, որ իրեն հաճախ են գրում ու հարցնում դստեր մասին, այն մասին, թե արդյոք Սուրենը որևէ բան անելուց առաջ մտածում է դստեր մասին։ Նա ասաց հետևյալը. «Ուզում եմ ասել, որ իմ դուստրը ինձ ճանաչում է, ու ես էլ երբեք այնպիսի բան չեմ անի, որ իմ դուստրը կախի իր գլուխը»։ Ամալիա Հովհաննիսյանի «Look and Face» հաղորդաշարի հերթական հյուրը հաղորդավարուհի Յանա Դանելյանն է։ Star News-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենակարևոր հարց ու պատասխանները։ Հաղորդավարուհին զրույցի ընթացքում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք շփում կա Յանայի դստեր Ադելի և նախկին ամուսնու Սուրեն Փահլևանյանի միջև։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ չեն հանդիպում դստեր հետ։ Յանան այսպես պատասխանեց. «Կարելի է ասել, Սուրենն ու Ադելը շփում չունեն, հազվադեպ։ Ընդհանրապես որևէ որոշում չկա նրանց չհանդիպելու, չխոսելու վերաբերյալ։ Յուրաքանչյուրս ապրում ենք մեր կյանքը։ Լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա։ Պարզապես իրականությունն է այդպիսին։ Միգուցե զբաղվածությունն է պատճառը։ Սուրենն էլ արդեն իր ընտանիքն ունի։ Երբ էլ հանդիպում են, շատ լավ շփվում են։ Հայրիկից նեղանալու խնդիր չկա։ Ադելը շատ լավ է վերաբերվում։ Իմ երեխայի մեջ խանդ հասկացողությունը չկա, էստեղ կա պապա-աղջիկ հարաբերություններ։ Եթե Ադելը ստանա պատշաճ վերաբերմունք, ինքը կընդունի ամեն բան։ Ժամանակին եղել է հարց, ինչու իրեն շատ ուշադրություն չի դարձնում։ Հիմա այդ հարցն էլ չկա, ամեն մեկս մեր կյանքով ապրում ենք, անկեղծացել էր Յանան։ Հաղորդման ընթացքում Յանան նաև խոսեց անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Ամալիա Հովհաննիսյանը հարցը ձևակերպելիս նշեց, որ հանրությունը ամուսնալուծությունից անմիջապես հետո հորդորեց Յանային կրկին սիրել ու երջանիկ լինել։ Յանան այս դիտարկմանն այսպես պատասխանեց. «Մարդիկ չեն տեսնում, որ ես երջանիկ եմ։ Իրականում իմ սիրտը զբաղված է։ Մնացածը Աստված առաջ։ Միայն որպես խորհուրդ կուզեմ ասել, որ մարդիկ չփնտրեն երջանկություն ուրիշների մեջ։ Պետք է դու ինքդ գտնես քո մեջ երջանկությունը, հետո ամեն ինչի մեջ կգտնես այդ սերն ու երջանկությունը։ Ուղղակի մի վազեք ոչ մի բանի և ոչ մեկի հետևից, ինչը որ ձերն է կլինի ձերը։ Ինչին որ դուք արժանի եք, միանշանակ կգտնի ձեզ։ Թող բոլորը հիշեն, ինչը մեր ներսում է, դա արտացոլվում է մեր շրջապատի մեջ», անկեղծացել էր Յանա Դանելյանը։